Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի, ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ինձ կընդունի։ Չփնտրենք մարդկանց գովասանքը, այլ Աստվածայինը, այլապես անարգած կլինենք Աստծուն։ Ինչպես որ պատվի արժանի մարդկանց ենք անտեսում ու անարժաններին պատվում վիրավորելով առաջիններին, նմանապես և Աստծո համար բարիք չգործողներն են ավելի շատ մարդկանցից գովասանք փնտրում, որով և անարգում են իրենց անձերը։ Դարձյալ վախենում ենք մարդկանց առաջ չար գործեր գործելուց, բայց երբեք չենք ակնածում Աստծուց։ Ոչ ոք չի ուզում, որ մարդիկ տեսնեն իր շնանալը, նույնիսկ եթե այդ աղտով խիստ է տառապում, բայց ամենատես Աստծո առջև մարդիկ ոչ միայն շնանում են, այլ անհամար չար գործեր են կատարում։ Նախապատվությունն Աստծուն պետք է տալ և ոչ մարդկանց։ Այս կարող ենք անել այն ժամանակ, երբ խորենք, թե ինչ է մարդը և ինչ Աստված։ Մարդը ենթակա է նույն մեղքին և քեզ հետ պիտի ներկայանա Քրիստոսի ատյանի առջև։ Մարդը ոչնչություն է և նրա արած դատաստանները ճշմարիտ չեն, նա կարոտ է երկնային օգնության։ Մարդը հող ու մոխիր է, թեև գովի էլ, հաճախ անտեղի է գովում, այսինքն կամ շնորհներ ձեռք բերելու, կամ դիմացինին նախատելու համար, և միայն Աստծո վճիռն է ճշմարիտ։ Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ նա է ստեղծել և քեզանից ավելի ինքն է սիրում քեզ։ Ուստի Աստծուց պետք է շնորհներ ու փառք խնդրել և ոչ մարդկանցից, որովհետև ոչինչ չենք շահի, երբ բոլորը պատվեն մեզ, իսկ Աստված արհամարհի։ Նմանապես և չենք վնասվի նրանից, որ բոլորն ատեն, իսկ Աստված սիրի մեզ։ Նա, ով Աստծո սիրելին է, չի վախենում ոչ մարդկանցից և ոչ սատանայից։ Մինչդեռ նա, ով ատվում է Աստծո կողմից, այնպիսին վախենում է բոլորից, որովհետև մարդկանց, բարեկամների, եղբայրների և հայրերի սերն անհաստատ է։ Արդարև, շատ հաճախ են հայրերը հալածել իրենց զավակներին, և զավակներն էլ դուրս են արել իրենց հորը։ Սակայն տես, որ եգիպտացիների կողմից ատված իսրայելացիները Աստծո մոտ շնորհ գտան, հաղթելով իրենց ատողներին։ Աստծո շնորհը կարելի է ստանալ խոնարհությամբ, ըստ այն խոսքի, որ ասում է. «Շնորհ է տալիս խոնարհներին», նաև «Խոնարհ հոգին է պատարագն Աստծու»։ Եթե մարդկանց համար այդքան սիրելի է խոնարհ անձը, ապա որքան առավել Աստծո համար։ Խոնարհ լինելու լավագույն ճանապարհն այս կյանքի սին բարիքներն ատելն է, ինչպես որ մի թագավորի թագի և ծիրանի փոխարեն աղքատի հագուստներ տան, և նա անտեսի այդ բանը, այդպես էլ մենք անտեսենք մեզ շրջապատող նյութեղեն ամեն մի բարիք, ստվեր համարելով դրանք։ Իրականում այս կյանքն ստվեր է և ոչ թե փառք։ Ինչպես որ մեկը սոված լինի և հնացած հաց տեսնելով ձեռքը չէր կարի այն վերցնելու, մենք ևս անցավոր խորհուրդների և ստվերների ետևից չգնանք, մանավանդ մեծության, ցանկության, փափկության և ոչ էլ ուրիշ բաների, որովհետև գոյություն չունեցող բանի ետևից վազելը մոլեգնած և հիմար մարդկանց գործն է։ Բացի դևերի կողմից եղած այս մոլորությունից մեկ ուրիշ մտքի մոլորություն ևս կա։ Առաջինի համար ոչ ոք չի մեղադրվում, իսկ երկրորդի համար մեղադրվում են բոլորը, որովհետև դիվական մոլորությունն ակամա է լինում, իսկ մյուսը կամովի և հոժարությամբ։ Առաջինը մարդու ջղերի և երակների մեջ է խառնված լինում, մինչդեռ երկրորդը մտքի մեջ է բույն դնում, ինչը որ շատ ավելի չար է։ Բոլոր նրանք, որ սիրում են այս աշխարհը, նմանվում են մի մարդու, որ ատելով իր կնոջը թողնում է նրան և ջանում գրկել նրա ստվերը, կամ մերժում է որդուն և նրա ստվերն է սիրում։ Արդարև, աշխարհը ստվեր է իր բոլոր բարիքներով, թե փառքով,
թե հեշտություններով և թե ուրիշ այլ բաներով, որի համար էլ մարգարեն ասում է. մարդիկ շրջում են ստվերի մեջ, այսինքն ստվերի ետևից են գնում, իսկ ուրիշ տեղում ծուխ և խոտի ծաղիկ է կոչում մարդկանց գործերը։ Հետևաբար պետք չէ սիրել աշխարհի զբաղումները, իսկ եթե պիտի սիրես, փնտրիր այն, ինչ որ գովված է Աստծո կողմից։ Իրոք, ինչ մեծ բան է մարդկանց կողմից գովվելը, երբ գուսաններն ու պոռնիկներն էլ են գովվում, մինչ նա, որ ատում է մարդկանց գովասանքը, կարող է հեռու մնալ ցանկություններից, ընչասիրությունից և երկրային ամեն տեսակ չարախտերից, որոնց այդքան կամովին ծառայեցնում ենք մեր անձերը։ Երբ որևէ տուն մտնես կամ ճանապարհ ելնես, նավ մտնես կամ ճանապարհորդես, ամեն տեղ նույն կենցաղային հոգսերի մեջ կտեսնես աղքատին ու հարուստին, ամուսնուն և կնոջը, ծերին ու մանուկին, նրանց, որ կյանքի են կոչվում և հեռանում այս կյանքից։ Եթե չես հավատում ասածներիս, կանգնիր ճանապարհին և քննիր յուրաքանչյուրին, թե ինչի ետևից է ընկած, ու կտեսնես, որ բոլորն էլ մարմնական կարիքների ետևից են ընկած։ Կա սրանից ավելի անմիտ բան։ Միշտ դժոխքի և արքայության մասին այդքան լսելով նմանվում ենք Նոյի և Սոդոմի ժամանակներում ապրող մարդկանց։ Այդ ամենը գրվեց, որպեսզի հանդերձյալ կյանքին չհավատացողը գեթ անցյալի պատահարներով ակամա հավատա։ Ուստի եղածներն ու լինելիքներն իմանալուց հետո վերջ տանք այսպիսի չարչրկումներին ու զբաղվենք մեր հոգով, որովհետև դրա ժամանակը քիչ է, մինչդեռ հանդերձյալի ժամանակն անթիվ և անչափ է։ Եթե ցանկանանք հաշվել անձրևի կաթիլները, ձյան ու կարկուտի տեղատարափները, երկրի հողն ու ծովի ավազը, համրանքի թիվը կլրանա, այդպես էլ Աստծո մոտ լինող կյանքի օրերն են ու հավիտենական տանջանքները։ Բարիք գործիր և ոչ չարիք, կարոտյալին տուր և ոչ թե անառակին, որպեսզի ունեցածից հետ քո հոգին ու նրա հոգին չկորցնես, քանի որ դու ես անառակի, գուսանի և պարողի կորստյան պատճառը։ Եթե նրանց դրամ չտայիր ու չսիրեիր, նրանք կդադարեին այդ գործն անելուց, իսկ երբ տեսնում են, որ իրենց մոտ ես հաճախում, հեշտանում ես սատանայական երգերով ու պարերով, տվածդ դրամները նրանց համար կարթի վրա անցկացրած խայծի են նմանվում, որով չար գործերի են հոժարում քո տվածների և քո սիրո համար։ Հեռացիր նման անշահ ծախսերից և մի բարկացրու Աստծուն։ Ինչպես չբարկանա նա, երբ աղքատին չես տալիս այնքան, որքան տալիս ես պոռնիկին, որը սատանայի քույրն ու դուստրն է, մինչդեռ աղքատը Քրիստոսի որդին ու եղբայրն է։ Եթե արդար վաստակիցդ բաժին հանես աղքատին և խոսքով որպես մեղքի գին արդար շահդ տաս, պատիժդ կնվազի։ Հիշիր, թե ինչ կրակ է պատրաստված նրանց համար, ովքեր այս բաներն են անում, ինչպես ասում է Պողոսը, ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս։ Անառակները պատճառաբանում են աղքատությունը, թեև սա թողության արժանի արդարացում չէ, բայց դու զրկված ես նաև սրանից։ Եթե նրան հարցնեմ, թե ինչու ես անառակություն անում, աղքատությունը կպատճառաբանի, իսկ եթե քեզ հարցնեմ, թե ինչու ես նրանց մոտ գնում, անկասկած կամաչես և չես կարողանա որևէ պատասխան տալ։ Արդ, եթե այստեղ չես կարող մեզ պատասխանել, ինչ պատասխան ես տալու, երբ գա այն ահավոր օրը, կազմվի ատյանը և ահեղ ու սոսկալի բեմը, որտեղ հաշիվ ենք տալու մեր կամա և ակամա մտածումների, խոսքերի և գործերի համար։ Ասա, արդարացի և անարդար ինչ պատճառաբանություն պիտի գտնես, Աստծո կողմից տրված ինչքերի վատնումը, թե սատանայական արթնությունը, ծաղրերն ու ցանկասեր նայվածքները, թե այնտեղ գտնվող չարերի գործերը։ Քանի որ արդարացում չունես, անվախճան տանջանքների պիտի դատապարտվես։ Հետևաբար,
Մտապահենք բոլոր ասվածներն ու մաքրենք մեր անձերը խոստովանությամբ, ապաշխարությամբ, լացով և արտասուքով, որպեսզի բարի հույսով մեկնենք այստեղից և հավիտենական բարիքներին հասնենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհներով։